Հայաստանի չքնաղ անկյուններից հանքավանում մանուկների, պատանիների և երիտասարդների համար իր դռներն է բացել Շողիկ ճամբարը։ Այս ամառվա ընթացքում անկյուրընկալի 1500 հոգու, ինչպես Հայաստանից, այդպես էլ մերձավոր արևելքի երկրներից։ Ճամբարի նպատակն է, որպեսզի դրա մասնակիցները, վայելելով Հայաստանի չնաշխարհիկ բնությունը, ծանոթանան ազգային մշակույթին և արժեքներին։ Ճամբարի կազմակերպիչը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն է, որը հիմնվելով 1918 թվականին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում, այդ շրջանում նպատակ ուներ օգնություն ցուցաբերել ցեղասպանությունից փրկված հայերին։ Այսօր ընկերակցությունը գործում է 22 երկրում, Հայաստանում ավետարանչականը սկսեց գործունեություն ծավալել 88-ի երկրաշարժից հետո։ Վերջերս 95-ամյակը բոլորած կազմակերպությունն այսօր Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակ գրասենյակ ունի։ Ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշեց, որ անկախության առաջին տարիներին իրենք նախընտրում էին անապահով խավին ուղիղ օգնության տրամադրումը։ Այսօր բարեգործության մեթոդաբանությունը փոխվել է։ Ոչ միայն օգնենք մարդուն ցուկ տալով, հապա օգնենք, որ ինքը սովորի որսալ, որպեսզի կարողանա ինքը իր ցուկը որսա եւ գիտեք, ինքը իր ապրուստը ապահովի, ինքնապահ լինի, իր ինչպես ասեմ, իր ինքնասիրությունը գայանա, կախվածությունից դուրս գա։ Հարութ Ներսեսյանի խոսքերով այսօր իրենց առաջնահերթություններն են զարգացման եւ կրթական ծրագրերը։ Վերջինի վկայությունն է ավետարանչականի Հովանու ներքո գործող Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյաններ ավագ դպրոցը, որի նոր շենքն այսօր կառուցվում է Երևանի հարավ-արևմտյան թաղամասում։ Բոստոնում բնակվող Էդուարդ եւ Պամելա Ավետիսյանների հովանավորությամբ Ամերիկայի ձայնի այցելության ընթացքում այստեղ եռում էր շինարարությունը։ Ինչպես հայտնեց Հարութ Ներսիսյանը, Ավետիսյան դպրոցի նոր շենքը հավակնում է միջազգային LEED հավաստագրին, էկոլոգիապես մաքուր շինարարական նյութերի կիրառության համար։ LEED հավաստագիրը տրվում է US Green Building Council ԱՄՆ կանաչ շենքերի հյուպատոս ոչ կառավարական կազմակերպության կողմից։ Նրա առաքելությունն է խստագույն չափանիշներով վերահսկել կառուցվող շենքերը շրջակա միջավայրի պահպանության եւ էներգախնայողության տեսանկյուններից։ Աշխարհում նման հավաստագիր ունեն տասնյակ հազարավոր շենքեր, սակայն Ավետիսյան դպրոցն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև Հարավային Կովկասում։ Օրինակի համար նշենք, որ կանաչապատված հատվածների ոռոգման ջրի առնվազն 50%-ը կապահովի հատուկ պահեստային տակառներում կուտակված անձրևաջրերի միջոցով։ Ըստ կառուցված էներգետիկ մոդելի դպրոցի տանիքն ամբողջովին բաղկացած կլինի սպիտակ անդրադարձնող եւ բուսականությամբ կանաչապատված մասերից, որոնք կնպաստեն անձրևաջրերի կլանմանը, ինչպես նաեւ տանիքից ջերմային կորուստների նվազեցմանը։ Սրա շնորհիվ շենքում կսպառվի 30%-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա։ Իր շենքում մենք պիտի ունենանք մինչև 550-560 աշակերտ, մանկաբարձից մինչև ավագ, բավականին մեծ դպրոց է եւ այդքան երեխաներ պիտի ստանան լավ կրթություն։ Հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ Ասկերանում, Հադրութում, Մարտակերտում, Շուշիում, Ստեփանակերտում եւ Թալինում գործում են մանկապարտեզներ։ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում ամեն օր 60 սաների առջև դռներն է բացում Շող ցերեկային կենտրոնը 6-ից 14 տարեկան կարիքավոր երեխաների կրթական մակարդակը բարձրացնելու առաքելությամբ։ Այստեղ կարևորվում է նաև երեխայի հետ տարվող հոգեբանական աշխատանքը։ Կենտրոնի աշխատակիցների խոսքերով իրենց խնդիրն է թույլ չտալ, որպեսզի սոցիալական ծանր պայմաններում մեծացող երեխան կտրվի սոցիումից, նրա մոտ բարդույթներ ձևավորվեն։ Հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ համակարգչային դասընթացներին զուգահեռ այստեղ գործում են նաև պարի նկարչության եւ ձեռագործության խմբակներ։ Այս կենտրոնը շատ լավ, կարևոր կենտրոնը, շատ կարևոր ծառայություն կմատուցի։ Եվ մի տարի առաջ նման կենտրոն բացինք նաև Վանաձորում եւ դա արեցինք Թուֆենկյան հիմնադրամի հետ համագործակցելով եւ այդտեղ ունենք 60 երեխա, ինչպես Երևան։ Հարութ Ներսեսյանը պատմեց նաև, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն ունի բարձր առաջադիմություն ցուցաբերող անապահով ընտանիքներից ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիր։ Ջինիշյան հիմնադրամի հետ համագործակցությամբ բացվել է Ապրիր երազանքդ կոչվող կյանքի հմտությունների կենտրոնը։ Կյանքի հաջողելու երկու գործոն կա, շատ կարևոր։ Մի հատ մասնակիտական կարողություններն են։ Եթե դու բժիշկ ես, պիտի լինես լավ բժիշկ, եւ երկրորդ կյանքի հմտություններն են, որում մեջ կմտնե հուզական փանականություն, կարողանաս դու քո հույզերին դիրաբետես, կարողանաս դիմացին հույզերը հասկանալ, դրա համապատասխան դու քեզ դրսևորես եւ կարողանաս լավ հարաբերություններ մշակել մարդկանց հետ։
Հարութ Ներսեսյանը իրականացվող զարգացման ծրագրերը ներկայացնելուց առաջ մտահոգություն հայտնեց այն առիթով, որ մեր ժողովրդի մի ստվար հատված չունի իր հայրենիքում սեփական քրտինքով ապրուստի միջոց վաստակելու հնարավորություն։ Ամերիկյան Heifer կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում գյուղական համայնքներում բնակվող կարիքավոր ընտանիքներին կովեր են տրվում։ Եվ ծրագրի մի շատ հետաքրքրական հատկություն ունի, որ 3 տարի հետո գյուղացին անշուշտ կունենա պատկովը ցակեր կունենա, գյուղացին բardավոր է աճեցնել, ցակերից մի հատը կմեծացնե, կդարձնե գով եւ նման գով կփոխանցե ուրիշ կարիքավոր ընտանիքի։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան գլխավոր գրասենյակը գտնվում է Բաղրամյան պողոտայում ԱՄՆ դեսպանատան նախկին շենքում։ Այստեղ խորհրդային տարիներին տեղակայված էր կոմունիստական երիտասարդական միության Կոմսոմոլի հայաստանյան կոմիտեն։ Թերևս դրանով են պայմանավորված շենքի վերակառուցված հանդիսությունների դահլիճի պահեստային մասում պատերին առկա սոցռեալիզմի ոճով քանդակները։ 1990-ականների սկզբին դահլիճը վերակառուցող ամերիկացիները պահպանել են դրանք, հավանաբար գնահատելով մշակութային արժեքը։ Այս քանդակները նախկինում զարդարել են դահլիճի աջ եւ ձախ պատերը։ Սակայն ԱՄՆ դեսպանատան պատերին դրանք մնալ չէին կարող գաղափարախոսական նկատառումներով։ Նախընտրելով երկու կողմից փոքրացնել դահլիճը, ամերիկացի վերակառուցողները չեն զմռսել մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի այս վկայությունը։ Պատմական ժառանգության հանդեպ այս մոտեցումը ցավոք մեր կողմից հաճախ չի պահպանվում անգամ հայ ճարտարապետության հուշարձանների հանդեպ։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայն, Երևանից։